Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն այսօր Մոսկվայում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Ռուսաստանին նախազգուշացրել է, որ արևելյան Ուկրաինայի կոնֆլիկտը նպաստում է սպառազինությունների մրցավազքին։ Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների Գերմանիան մոտ 4000 զինծառայող է տրամադրել ՆԱՏՕ-ին Բալթյան երկրներում տեղակայելու համար։ Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինծառայողներ է տեղակայել արևմտյան շրջաններում։ Մեզ մտահոգում է սպառազինությունների նոր մրցավազքի հնարավորությունը, ասել է Գաբրիելը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքում է սպառազինությունների հսկողության պայմանագիրը Ռուսաստանի կողմից խախտելու մեղադրանքը։ Ռուսաստանը միշտ հարգել է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում միջին հեռահարության միջուկային զենքի պայմանագիրը, բայց դուք գիտեք, ինչպես նախագահ Պուտինն է ասել, Ռուսաստանը կատարում է պարտավորությունները նույնիսկ այն դեպքում, եթե դրանք չեն բխում մեր շահերից։ Առաջ անվամբ շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը ըստ նոր հարցախույզի արդյունքների կարող է առաջին տեղը գրավել Ֆրանսիայում ապրիլի 23-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Ենթադրվում է, որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքի հաղթանակի համար անհրաժեշտ քվեներ, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7-ին։ Շաբաթներ առաջ փորձագետները համոզված էին, որ առաջին փուլում կհաղթի ազգայնական շարժման ղեկավար Մարին Լեպենը։ Non, ça m'inquiète pas particulièrement. Ոչ, ինձ չի մտահոգում Մակրոնի վարկանիշի աճը։ Մենք շարունակելու ենք աշխատանքը, մենք պետք է առավել մեծ թվով մարդկանց համոզենք։ Միլիոնավոր մարդիկ դեռ չեն կողմնորոշվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Մոսկվա է մեկնում։ Թուրք փորձագետների կարծիքով այցի ընթացքում դժվար թե կարգավորվեն ռուս-թուրքական հարաբերություններում առկա տարաձայնությունները, մասնավորապես Սիրիայի հարցում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ իր կառուցվածքների հիմքում ՆԱՏՕ-ի չափանիշներն են։ Քաղաքական հռետորաբանություն է ասել, թե Թուրքիան այս կանի, այն կանի, կարծում եմ նման բան չի լինի։ Առնվազն ես չեմ սպասում դա։ Գործնականում արդեն լուծված է Բաշար ալ-Ասադի հեռանալու չհեռանալու հարցը։ Հիմա փակուղայինը քրդական դեմոկրատական կուսակցության մնացորդների հարցն է։ Դա է Թուրքիայի համար զգայուն թեմա։ Դեռ վերջերս ռուսները առաջարկում էին, որ քրդերը մասնակցեն հանդիպումներին։ Կատալոնական ակումբի հազարավոր երկրպագուներ երեկ գիշերը տոնել են Բարսելոնայի աներևակայելի հաղթանակը Պարիս Սեն-Ժերմենի նկատմամբ։ Չեմպիոնների լիգայի 61-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ 0-4 հաշվով առաջին խաղը տանուլ տված թիմը 6-1 հաշվով հաղթում եւ անցնում է հաջորդ փուլ։ Խաղացողները զարմանալի վերաբերմունք դրսևորեցին, գնացին ռիսկի։ Սովորաբար մենք խուսափում ենք ռիսկից։ Իմ կարծիքով սա հավատի հաղթանակ էր։ Բարսելոնան ունի փայլուն խաղացողներ, ովքեր իզորու են հասնել նման արդյունքի։ Մրցավարի որոշումները մեր թիմի համար բարենպաստ չէին, բացի այդ մենք կարող էինք ավելի լավ խաղալ։